Ուրեմն ըստ հերթականության այսօրվա թեման ճշմարտության 33 դասերից կամ թեմաներից 23-րդն է։ Ուրեմն այս թեման կոչվում է հրեշտակներ, այսինքն հրեշտակների մասն է լինելու խոսքը։ Ինչ թեմա էլ որ մենք անցնում ենք, ընդհանուր ծանոթացումներ է լինում, որտեղ եթե ամեն թեմայի մեջ մենք մանրամասն խորանանք, մեծ թեմաներ են, սրանք օրերը չեն բավականացնի մեզ, սակայն այնքան ոնց որ բանալի խոսքերը կամ բանալի կետերը, ծանոթացումները տալիս ենք, որպեսզի դրանով մարդ ավելի ճանաչողություն ձեռք բերի իրականության նկատմամբ։ Այս հրեշտակների թեման մենք պետք է ուսումնասիրենք 4 բաժիններով։ Առաջինը հրեշտակ բառի իմաստը եւ այդ անունը կրողները, երկրորդը բառի հրեշտակներ եւ նրանց գործը ու ապագան, ինչպես նաև երրորդը չար հրեշտակներ եւ նրանց գործն ու ապագան եւ վերջին բաժինը չար հրեշտակների դեմ հավատացյալի զորությունը։ Ուրեմն առաջին բաժինն է հրեշտակ բառի իմաստը եւ այդ անունը կրողները։ Նախ այս ասենք, որ հրեշտակ նշանակում է դեսպան, թարգմանաբար, թե եբրայերենից, թե հունարենից այս իմաստը ունի։ Դեսպան, այսինքն ուղարկված ծառայության համար, Աստծո կամ ասենք թեկուզ եղել են Աստծո, սակայն հիմա կան նաև չար հրեշտակներ, նրանք էլ նույն իմաստը ունեն այդ անունը կրողները։ Գործք առաքելուց 12:6-ից 10 օրինակ գրված է. երբ որ Հերովդեսը կամեցավ նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը քնած էր երկու զինվորների մեջ, երկու շղթայով կապված, եւ պահապանները դռան առաջին ասում են բանտը պահապանում են, եւ ահա Տիրոջ հրեշտակ կանգնեց եւ տան մեջ լույս ծագեց, եւ Պետրոսին կողքին խփեց, նրան արթնացրեց եւ ասաց. վեր կաց շուտով, եւ շղթաները վայր կընկան նրա ձեռքից։ Եվ հրեշտակն ասաց նրան. գոտիդ կապիր եւ հողաթափներդ հագիր ոտքերիդ, եւ այդպես արեց։ Եվ ասաց նրան, ու շարունակում է, իհարկե ազատում է Պետրոսին, բայց Աստված էր ուղարկել, որպեսզի իր ծառային ազատի բանտից։ Նախ սա է, որ հրեշտակ, այսինքն ուղարկված, հենց Աստծուց ուղարկված հատուկ գործի համար, թե պատժի համար, թե փրկելու համար, թե տարբեր գործերի համար կամ ավետիք տալու։ Նաև մենք տեսնում ենք նույն ծառայությունը հրեշտակի Գործք առաքելուց 27, 23, 24 կարդամ ձեզ համար, ասում է, որտեղ այս գիշեր երևաց ինձ Պողոս առաքյալն է ասում, այն Աստծո հրեշտակը, որ ես նրանն եմ, այսինքն Աստծունն եմ, որին ես պաշտում եմ, եւ ասաց, այսինքն հրեշտակի խոսքն է կրկնում, որ Աստծուց բերել էր, ասում է, մի վախեցիր, Պողոս, պետք է քեզ կայսեր առաջ կանգնես, եւ ահա Աստված շնորհել է քեզ, որ քեզ այդ բոլոր, ասենք շնորհել է, որ դու ապրես եւ քեզ հետ միասին նավի մեջ եղող բոլոր մարդիկ, որ մոտավորապես 275 հոգի, այսինքն նավ արդեն խորտակվում էր, բայց հայտնություն եղավ, Աստված հրեշտակին ուղարկեց, լուր բերեց, որ Աստված որոշել է, որ դու չմեռնես, բայց կայսեր առաջ էլ պետք է կանգնես, գնաս, խոսես, ինչպես նաեւ քեզ է շնորհել նաեւ այն մարդկանց, ովքեր որ նավի մեջ են քեզ հետ միասին։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, որ Աստված իր ծառաներին, այսինքն ծառա հրեշտակներին ուղարկում է եւ ուղարկված կամ դեսպան։ Թարգմանության հենց այդ իրենց ծառայության պատճառով էլ այս անունը ստացել են։ Սակայն ոչ թե միայն երկնային այդ էակներին է տրված այդ անունը, մենք տեսնում ենք որոշ մարդիկ էլ կրել են այդ անունը։ Օրինակ Մատթեոս 11:10 կարդանք ձեզ համար, ասում է, որտեղ սա է այն, որի համար գրված է, թե ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը պատրաստե, ասում է, քո առաջին։ Այսինքն Հովհաննես Մկրտչի մասն է խոսքը, Հայր Աստված Հիսուսին ասում է, ահա ես իմ հրեշտակը կուղարկեմ քո առաջին, քո ճանապարհը պատրաստե քո առաջին։ Այսինքն Հովհաննեսը որպես ուղարկված դեսպան Աստծո համար, Քրիստոսի համար նա այդ անունը կրել է իր վրա եւ Սուրբ Գիրքը պարզ ասում է, ես իմ հրեշտակը կուղարկեմ եւ ասում է սա այն է, այսինքն Հովհաննեսի համար, որը մարդ էր երկրի վրա, Զաքարիա եւ Եղիսաբեթի որդին, որ հայտնությամբ ծնվեց, որպես այս ծառայությունը ունի Քրիստոսի առաջին։
Ինչպես նաև այս անունը կրել է նաև Տեր Հիսուսը։ Կարդամ ձեզ համար Մաղաքիայի մարգարեության 3:1-ից, տեսեք ինչ է ասում։ Ասում է. «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի քո առջև»։ Նախ Հովհաննեսի համար է ասում, հետո դառնում է դեպի Հիսուսը։ Եվ հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, եւ ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք։ Ահա նա գալիս է, ասում է Զորաց Տերը։ Հետաքրքիր է, տաճար կար երկրի վրա, հիշում եք Տիրոջ ժամանակ, որտեղ երկրպագվում էր Աստված, եւ հետաքրքիր է, նախ խոսում է Տիրոջ դեսպանի մասին, Հովհաննեսի մասին, եւ հետո խոսքը դարձնում է դեպի Հիսուս, ասում է գալու է իր տաճարի մոտ։ Տաճարն ումն էր, Աստծունն էր։ Գիտեք արդեն, որ Տերը հայտնվեց մարմնում, այսինքն Աստված հայտնվեց մարմնում։ Ասում է հանկարծակի է գալու Տերը իր տաճարի մոտ, այն Տերը շեշտում է, որին դուք որոնում եք։ Իսրայելցիներին է ասում, այսինքն նրանք Աստծուն էին որոնում։ Մովսեսի ժամանակով գործած Աստծուն էին փնտրում։ Եվ հենց Մաղաքիայի մարգարեության մեջ ասում այն Տերը, որին դուք որոնում եք։ Փաստորեն Տերը մարմնով պետք է հայտնվի հենց իր տաճարի մոտ, բայց մարդիկ չհավատացին, իհարկե, գիտեք, եւ շարունակության մեջ նաեւ ուրիշ անունն է տալիս Տեր Հիսուսին, ասում է ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք, ահա նա գալիս է, ասում է Զորաց Տերը։ Ինչու ասում ուխտի այն հրեշտակը, այն դեսպանը, որտեղ Քրիստոս, ասում է Կորինթացիների մեջ, ասում է նրանք այն հոգևոր վեմից էին խմում, որ է Քրիստոսը։ Այսինքն Քրիստոսը հին ուխտի ժամանակ էլ ժողովրդի հետ էր, այսինքն Իսրայելի ժողովրդի հետ էր, բայց հոգևոր, ոչ մարմնով, ոչ ֆիզիկական տեսքով։ Եվ ասում է ուխտի հրեշտակ, այսինքն նախ առաջին ուխտն էր Քրիստոսը նրանց հետ կապել, բայց ժամանակավոր, եւ երկրորդ ուխտն էլ պետք է կապեր եւ կապեց։ Ուխտի, այսինքն Աստծո ուղարկածը, որը ուխտ է կապելու ժողովրդի հետ, ուխտի հրեշտակը։ Ուրիշ մեկին չի ասում, պարզ ասում է Տերը եւ հենց ուխտի հրեշտակը։ Մենք տեսնում ենք նաեւ այս անունը կրում է իր վրա Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ իհարկե, որ մենք խոսացինք երկնային հրեշտակների մասին, նորից ուզում եմ կարդալ Եբրայեցիների 1:14-ը, չէ որ ամենքը սպասավոր հոգիներ են, ուղարկված սպասավորություն անելու նրանց համար, որ փրկություն պիտի ժառանգեն։ Հրեշտակների համար է վերևում խոսում եւ իհարկե ասում է նա իր հրեշտակներին հոգիներ արեց։ Եվ բարձ ասում է նա ուղարկում է Աստված իր հրեշտակներին փրկությունը ժառանգողների համար սպասավորություն անելու։ Նրանք էությամբ երկնային էակներ են։ Հիմա թե երկնքում ինչ են կոչում, հարց չի, բայց որոնք որ ուղարկված են երկիր եւ շատ մեծ խմբեր, ասում է հրեշտակապետ, օրինակ Միքայել հրեշտակապետը, իր խմբով ծառայում է փրկությունը ժառանգողներին, կամ Գաբրիել հրեշտակապետը։ Ուրեմն նրանք հրեշտակներ են կոչում, էլի հիշեցնում իրենց ծառայության հետ կապված, հրեշտակապետ։ Տարբերությունը մարդկանց մեջի, ասենք օրինակ Հովհաննեսի օրինակ որ հրեշտակ էր կոչում եւ այս երկնային հրեշտակների ինչ է, նրանք մարդու նման մահկանացու չեն, մեռնող չեն, անմահ են, նրանք նույնպես ստեղծված են Աստծո ձեռքով եւ կարճ որ ասվում է, Աստված որ ասում է, օրինակ Ելից 20-րդ գլխում ինչ է ասում, Աստված 6 օրում արեց, այսինքն արարեց երկինքը, երկիր եւ ամեն ինչ որ նրանց մեջ կան։ Այսինքն խոսքը նաեւ վերաբերում է հրեշտակներին, որ շատերը մտածում են իբրև թե հրեշտակները գուցե շատ ավելի առաջ են եղել մարդկանցից հազարամյակներով գուցե մեծ են, ոչ։ Օրերի տարբերություն է եւ Սուրբ Գիրքը ասում է 6 օրվա մեջ են ստեղծվել ամեն ինչը որ կան։ Մինչև այդ ամենը դատարկություն է եղել։ Ուրեմն հրեշտակներն էլ շատ մեծ տարիք չունեն, չնայած 6000 տարին մեր համեմատ շատ մեծ է, մեծ նկատի ունեն, որ շատերը կարծում են միլիոնավոր գուցե տարիներ գոյություն ունեն, ոչ։ Սաղմոս 148-ի 2-ից 5-րդ խոսքերն եմ ուզում կարդալ ձեզ համար։ Օրհնեցեք նրան,
ով նրա ամեն հրեշտակները, օրհնեցեք նրան, ով բոլոր զորքեր, օրհնեցեք նրան, ով արեգակ եւ լուսին, օրհնեցեք նրան, ով ամեն լուսավոր աստղեր, օրհնեցեք նրան, երկիր, երկինք եւ ջրեր, որ երկնքի վրա եք։ Թող Տիրոջ անունը օրհնեն, որտեղ նրա հրամանով է նրանք ստեղծվեցան։ Այսինքն ինչի անուն որ տվեց, ասում է բոլորը Տիրոջ հրամանով են ստեղծվել, որի մեջ կա նաև հրեշտակներ, չէ՞ որ ասում են օրհնեցեք Տիրոջով նրա բոլոր հրեշտակներ, այս հրեշտակները անստեղծ չեն, ինքնագոյ չեն, այլ Տիրոջ ձեռքով ստեղծվածներ են։ Փառք Աստծուն այս մեծության համար։ Եվ ինչպես նաև նշենք, նրանք սեր չունեն։ Օրինակ Մատթեոս 22:30-ից կարդամ, եւ Տերը պատասխանեց ասելով. հարությունումը ոչ կին են առում եւ ոչ են մարդ են գնում, այլ երկնային Աստծո հրեշտակների նման կլինեն։ Չեզոք սեր, ասենց ասած, ոչ կին, ոչ տղամարդ, չեզոք սեր եւ հրեշտակները չեն ամուսնանում, հենց դրա համար նրանք չեն բազմանում։ Նրանք չեզոք սերի են, հենց Աստված ինչպես որ ստեղծել, հետաքրքիր չէ Աստծո ստեղծագործությունը, կարող է էակներ ստեղծել, որ չամուսնանան, կարող է նաև մարդիկ է ստեղծել, որ բազմանում են։ Փառք Աստծուն իր զորության համար։ Նաև պետք է նշենք, որ նրանք նյութական, ֆիզիկական մարմին չունեն։ Օրինակ Եբրայեցիների 1:7-ում ասում է Աստված իր հրեշտակներին հոգիներ արավ, այսինքն ֆիզիկական մեր ձեռքերի կողմից անշոշափելի են, չեն շոշափ։ Երկնային այդ էակները բաժանվում են երկու խմբի՝ բարի հրեշտակներ եւ չար հրեշտակներ։ Մենք առաջին բաժինը վերջացրեցինք, երկրորդ բաժինը կնայենք, որը վերաբերում է բարի հրեշտակներին եւ նրանց գործը եւ ապագան, այսինքն ովքեր են այդ բարի հրեշտակները եւ ինչ գործով են զբաղված հիմնականում եւ երրորդը ինչ ապագա են ունենալու, վերջին նրանց ինչ է լինելու։ Վերը նշեցինք, որ նրանք իհարկե մահկանացու չեն, այսինքն հավիտյան ապրելու են։ Եվ բարի հրեշտակների բարությունը, որ կոչվում են բարի, ինչ են կոչվում բարի հրեշտակ, հենց ես բարի ծառայությունների համար, որ ծառայում են բարի Աստծուն։ Եվ քանի որ ծառայում են բարի Աստծուն եւ հավիտյան պետք է ապրեն, բնական է, հավիտյան Աստծո եւ Աստծո ժողովրդի հետ կլինեն։ Նրանց ապագան էլ Աստծո հետ է լինելու մինչև հավիտյան։ Թեև նրանք անձնավորություններ են ազատ կամքով, նրանք էլ մարդու նման կարող են ընտրություն անել, ազատ կամքով ընտրություն ունեն, բայց եւ այնպես նրանք ինքնագլուխ չեն, այսինքն նրանք ընտրել են, որոշել են Աստծուն ծառայելու։ Թե մենք մի քիչ հետո չար հրեշտակների մասին խոսենք, նրանք էլ էին ազատ, նրանք էլ էին բարի այդ ժամանակ, որ գրված է Աստված ինչ որ ստեղծեց բարի է, հետո տեսնենք ինչու չարացան, սակայն մենք տեսնում ենք, այո, Աստծո արդարությունը, Աստծո սրբությունը հրեշտակներին էլ մարդկանց էլ տվել է ազատ կամք, եւ որոշ հրեշտակներ որոշեցին Աստծուն չծառայեն եւ այդպես է շարունակում են մինչեւ այսօր։ Իսկ այս բարի հրեշտակները իրենց կամքով ընտրել են հնազանդվել Տիրոջ եւ կատարում են նրա խոսքը եւ անիրավությունից հեռու են մնում։ Նեհեմիայի 9:6 մարգարեության մեջ ասում է դու միայն դու ես Տեր, դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զորքերը եւ բոլոր նրա վրա եղածները, ծովերը եւ բոլոր նրա մեջ եղածները։ Դու ես նրանց բոլորին կենդանություն տվողը եւ երկինքի զորքերը քեզ երկրպագություն են։ Երկինքի զորքերը նկատի ունի հրեշտակների զորքերը, հրեշտակների խումբը։ Եվ ասում է քեզ երկրպագություն են անում։ Սաղմոս 103:20։ Նորից խոսքը ուղղված է նաև հրեշտակներին, ասում է օրհնեցեք Տիրոջը, ով նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, որ կատարում եք նրա խոսքը, նրա խոսքի ձայնին լսելով։ Այսինքն նորից ցույց է տալիս հրեշտակները ովքեր են, ճիշտ է նրանց ասում է օրհնեցեք, բայց Տիրոջ խոսքը դուք լսում եք եւ խոսքի ձայնին հնազանդվում եք, այսինքն հնազանդ հրեշտակներ են։ Երկրորդ Պետրոսի 2:11-ում էլ գրված ասում է
Մինչդեռ հրեշտակները, որ զորությունով եւ կարողությունով ավելի մեծ են, հայանքի դատաստան չեն բերում նրանց վրա Տիրոջ առաջին, այսինքն խոսքը սա է, որ չար հրեշտակների հետ մի անգամ վիճաբանություն էր եղել, ասում են, նրանք Տիրոջից երկյուղ ունեն, անգամ ինքնագլուխ չարի հետ չվերաբերվեցին, ասենք հայոյելու կամ դատաստան անելու կամ նման բան անելու, այսինքն շատ հնազանդ էակներ են Աստծուն։ Մենք ինչպես որ կարդացինք հրամանը, չէ, որ դուք երկրպագեք, օրինակ նաև ասում դուք որ երկրպագում եք նրան։ Հրեշտակները երկրպագում են Աստծուն, սակայն իրենք էլ երկրպագություն չեն ընդունում։ Այսինքն հասկանում են, որ երկրպագությունը միայն արարիչ Աստծունն է։ Երկրպագության արժանին միայն Աստված է։ Թեկուզ չար հրեշտակ սատանան ինքը Մատթեոս 4:10-ում ինչ արեց, առաջարկեց Տիրոջը, Տերը երբ որ մարմնով երկրի վրա էր փորձվում էր, իբրև թե ինձ երկրպագիր եւ ես քեզ ես կտամ, են կտամ, սակայն Տիրոջից այս խոսքը հնչեց, գրված է միայն քո Տեր Աստծուն երկրպագիր եւ նրան պաշտիր, ծառայիր, այսինքն Տիրոջ խոսքը հստակ է, միայն Աստծուն պետք է երկրպագել ու պաշտել։ Շատ ժամանակ մեկը տեսնում ես նորահավատ մարդիկ կան նորեկներ, մեկը գալիս են ասում են եղբայր ջան, դու ասիկեն ասպիսի մի պաշտելու բան ունենք, նկար է, պաշտենք թե չէ, ասում ես դե գրված է, միայն Տիրոջ երկրպագիր եւ պաշտիր, դա երկրպագության արժանի չէ։ Մի 5 օր հետո կգաք ասի սարու մեր գյուղում մի հատ սուրբ ունենք, պաշտենք թե չէ։ Դե եթե գրած է միայն Աստծուն, ուրեմն միայն Աստծուն, միլիոն անուն էլ տաս, այդ բոլորը հետ չեն լինում։ Նման Տեր ասում, միայն քո Տեր Աստծուն։ Վերջ։ Եբրայեցիների 1:6-ում էլ գրված է, ասում է, եւ երբ որ Անդրանիկը մյուս անգամ աշխարհ կմցնի, ասում է, եւ երկրպագեն նրան Աստծո բոլոր հրեշտակները։ Այսինքն Հիսուսի համար էլ Աստված հրաման տվեց, որ հրեշտակները նրան երկրպագեն, եւ այս երկրպագության հրամանը Հայր Աստծուց հենց վկայություն է, որ Հիսուսը Աստված էր մարմնում։ Հրեշտակ ինքը չի երկրպագվում։ Եվ հենց հրեշտակները ոչ թե միայն Հայր Աստծուն են երկրպագում կամ միայն Սուրբ Հոգուն, այլ նաև Տեր Հիսուսին։ Ինչ որտեղ կարելի ասել հրեշտակները, երբ որ երկիր էր եկել Տերը, կամուկացի մեջ էին։ Լավ, երկնքում պաշտում ենք որպես Աստված, բայց հիմա մարդացած է, արդյոք նորից երկրպագենք, թե չերկրպագենք։ Բայց Աստծո խոսքը նրանց հանգստացրեց, այդ հարցին պատասխանեց։ Երկրպագեն նրան ու չի ասում մի քանի հրեշտակ։ Աստծո բոլոր հրեշտակները Հիսուսին երկրպագեն։ Նաև Հայտնության 22-ի 8-9 եմ ուզում ձեզ համար կարդալ, ասում է. Եվ ես Հովհաննես այս բաները լսող եւ տեսնողս, երբ լսեցի եւ տեսա, ընկավ, որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջին, որը այս բաները ցույց էր տալիս ինձ, եւ նա ինձ ասեց. զգուշացիր, մի անիր, որտեվ ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայր մարգաներին, եւ այս գրքի մարգացան խոսքերը պահողներին, Աստծուն երկրպագիր։ Ինչ որ հրեշտակ չեմ ճանաչում, չեմ էլ տեսել, երբ որ գնանք երկինք տեսնենք։ Աստծո հրամանով Հովհաննեսին առաջնորդում էր, ցույց էր տալիս այն բոլոր բաները, ինչ որ Աստծուց որոշված է, որ Հովհաննեսը տեսնի եւ տեղեկացնի եկեղեցիներին, թե շուտով ինչ է լինելու երկրի վրա։ Եվ շատ մեծ բաներ ցույց տվեց, իհարկե մեծ հայտնություններ եղավ, վերջում Հովհաննեսը արդեն հայտնության վերջին գլուխն է, 22-րդ գլուխ։ Ասում ես ընկա, որ երկրպագեմ, կարծես թե շնորհակալության փոխարեն, ասեց երկրպագի հրեշտակի, որ ասես մեծ բաներ իրան ցույց տվեց։ Բայց տեսնում եք, չեմ երկարացնում, ասեմ ամեն ինչի վրա չեմ ուզում խորանալ, բայց տեսամ, որ հրեշտակը արգելեց։ Ես երկրպագության արժանի չեմ ասելով։ Աստծուն երկրպագիր։ Ես ընդամենը ծառայակից եմ, ձեր նման ծառա եմ Աստծուն։ Քեզ եւ քո եղբայր մարգարեներին եւ բոլոր նրանց, ովքեր այս մարգարեության խոսքերը պահում են։ Ուրեմն հրեշտակը հենց ինքը հրաժարվեց երկրպագություն ընդունելուց, բարի հրեշտակ է։ Իհարկե չարերը չարություններ անում, հենց դրա համար դատապարտելի են։ Փառք Աստծուն այս հրեշտակների համար։ Եվ ինչպես որ կարդացի Եբրայեցիների 1:6-ը, ասում է այս հրեշտակները թեև շատ իմաստուն են, բայց ամենագետ չեն։
երկմտություն ասեմ, ինչ անվանեմ այդ արարքին, որ երբ որ Հիսուսի երկիր եկավ, նրանք կամ ու կացի մեջ էին։ Ինչ անենք, հիմա ինչ անենք, երկնքում երկրպագում էր, բայց որ մարդացել է եւ Աստված նրանց իմաստություն տվեց, թե մարդացել է, նա Աստված է մարմնում, էլի պետք է երկրպագեք։ Այսինքն երևում է, որ նրանք ամենագետ չէին, չէ՞։ Եթե ամենագետ լինեն, էլ Աստծո խոսք չեն, ինչ անեն։ Նրանք արդեն կզանազանեին իրավիճակն էլ, Աստծո կամքն էլ կատարեին, բայց երևաց, որ այո, թեև նրանք շատ իմաստուն են, բայց ամենագետ չեն, որտեվ ամենագետը Աստված է միայն։ Ուրեմն մենք այո, տեսնում ենք նաև, որ մարդկանց փրկության համար, օրինակ ասենք, երբ որ մենք տեսնում ենք Տիրոջ փրկարար գործը, ընդհանրապես մարդկանց օրհնելու գործում, մարդկանց պահելու գործում ամեն ժամանակ Աստված հրեշտակներին ծառայեցրել է։ Օրինակ, թե ուզում ենք վերցնենք Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից մինչև խաչելություն եւ համբերդություն, տեսնում եք, չէ՞, բոլոր ժամանակներում փրկագործությունը Աստծո գործն էր։ Փրկագործությունը Քրիստոսի անձով է կատարվում, բայց բոլոր ժամանակներում հրեշտակները ներկա են եղել այս գործի մեջ։ Հենց սկզբից ավետիք տվեցին, ոչ թե միայն Հիսուսի ծնվելու ժամանակ, այլ Հիսուսի ծնվելուց առաջ անգամ, չէ՞։ Հին կտակարանյան գրքերում կա նաև հենց նոր կտակարանում, թե Եղիսաբեթի, թե Զաքարիային, թե Մարիամին, թե Հովսեփին փորձության ժամանակ մենք տեսնում ենք, ասում է, երբ որ Տերը արդեն այդ փուլում հաղթեց չարին, իհարկե մինչև վերջ էլ հաղթեց, բայց մի փուլը շարունակում էր ընթացքը, ասում է, չարը ժամանակավոր նրան թողեց եւ ասում է, հրեշտակները եկան եւ ծառայում էին Հիսուսին։ Ինչպես նաև Գեթսեմանում, ասում է, Աստծո հրեշտակը զորացնում էր Հիսուսին, չէ՞։ Հիմա ինչ էր ասում, ինչ խոսքեր էր ասում, Աստված գիտի, բայց Հիսուսին զորացնում էր։ Նաև հարության ժամանակ հրեշտակները ասում են քարը գլորեցին, հրեշտակները ասացին գնացեք Պետրոսին, ասեք ամեսիչ բան արեք։ Համբարձման ժամանակ հենց հրեշտակները ասում ինչ է շշմած նայում երկնքին, այն Հիսուսը որ գնաց նույն կերպ պետք է վերադառնա։ Նաև Հիսուսի գալստյան ժամանակ ասում է ինչ է լինելու, Աստված իր հրեշտակների զորքով պետք է գա։ Հափշտակությանն անգամ հրեշտակները մասնակից պետք է լինեն, այսինքն ասում են նա իր հրեշտակներին կուղարկե երկրի բոլոր կողմերը, որպեսզի երկրի 4 կողմերից հավաքեն Աստծո ընտրյալներին։ Ուրեմն տեսնում ենք այո, որ Տերը մեծ ծառայության է դրել հրեշտակներին, օրինակ այդ վկայություններից մեկը կարդամ, որ ավետիս էին տալիս Ղուկասի 1:11-ում գրված է, ասում է. «Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց Զաքարիայի մասնախոս, կանգնած խնկի սեղանի աջ կողմին»։ Եվ ավետիս շարունակություն ասում մի վախեցի Զաքարիա, դու որդի կծնես, բայց միևնույն ժամանակ հայտնեց այն մասին, որ նա Տիրոջ ծառա կլինի, շատերի ճանապարհը պատրաստելու։ Եվ նման օրինակներ շատ կա։ Ուրեմն նաև նեղությունից փրկում են Աստծո ժողովրդին, ասենք Աստված որ ուղարկում է օրինակ Դանիելին, երբ որ գցեցին առությունների գուբը, ինչ կատարվեց։ Դա 6:22-ում գրված է Դանիելի նրանց գործի մասին, Դանիելն ինքն է վկայում, տեսել է, ասում է, Տերը իր հրեշտակ ուղարկեց եւ նա փակեց առությունների բերանը։ Կամ Սեդրակ Միսակ Աբեդնագովի ժամանակով ինչ արեց, թե Տերն էր, այդպես է ասվում, բայց էլի Տիրոջ ծառայողների, ասենք հրեշտակների ներկայությունը կար։ Ամեն ժամանակ անգամ Տերը ասում է, որ Տիրոջ հրեշտակները մանուկների համար ասում է, ամեն ժամանակ իմ երկնավոր հոր երեսը տեսնում են, այսինքն երևում է ամեն մարդու հետ մանավանդ փրկվածների հետ։ Տերը իր հրեշտակները դրել է, թեև մենք չենք տեսնում, բայց Տերը դրել է, որ նրանք ծառայեն մեզ, ձեզ, բոլորիս, թեև հայտնության մեջ էլ լսեցինք, չէ, Հովհաննեսի 22-րդ գլխում ասում, ես ծառայող եմ նրանց, չէ, ես ծառայում եմ բոլոր նրանց, ովքեր որ այս մարգարեության խոսքերը պահում են։ Իհարկե այդ հրեշտակը իր խմբով է ծառայում, հրեշտակապետ է, իր խմբով ծառայում է փրկությունը ժառանգողներին նաև։ Իհարկե բոլոր մարդկանց համար
Աստված դրել է, ժամանակ է տվել, երկրի վրա շատ հրեշտակներ կան, որոնք Տիրոջ հրամաններն են կատարում եւ խնամք են տանում ամեն մեկին էլ ասես ասած հնարավորություն տալով, որ փրկությունը ընդունեն։ Հա, չէ, կգա ժամանակ, որ այդ խնամքից կզրկվեն մարդիկ, ովքեր որ մերժում են։ Կամ Գործքի 12-ի 7-ից 12 հիշում եք, որ ասեք Պետրոսին ինչ արեց հրեշտակ ազատեց։ Այո, Աստված ուղարկում է օգնության։ Ինչպես նաև հրեշտակը ներկայացնում է Աստծո դատաստանները։ Շատ դեպքեր կան։ Այս մասին մի երկու դեպք կարդամ, օրինակ 4 Թագավորաց 19:39 կարդամ ձեզ համար։ Ասում է եւ եղավ, որ այն գիշեր դուրս եկավ Տիրոջ հրեշտակը եւ խփեց ասորացիների բանակում 185,000։ Երբ որ առավոտը վեր կացան եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Տերը դատաստան արեց նրանց, ովքեր Տիրոջ ժողովրդի վրա էին հարձակվել։ Թեև օրինակ Դավիթի ժամանակում նաև կա, որ մեղքի համար անգամ հրեշտակը հարվածեց իսրայելցիներին։ Ահագին մարդ մեռան։ Եվ Դավիթը աղոթք արեց, եւ Դավիթի աղոթքով եւ հետո զոհեր արեց եւ այլ Աստված դադարեցրեց այդ հարվածը։ Ուրեմն Գործք առաքելոցի 12:23-ն եմ ուզում կարդալ Տիրոջ հրեշտակի դատաստանի գործը, որ արեց։ Ասում է եւ իսկույն Տիրոջ հրեշտակը զարկեց Հերովդեսին, որովհետեւ Աստծուն չտվեց փառքը եւ որդնելով, այսինքն մի անգամից չմեռավ, որդնելով ինչ հիվանդություններ չգիտես ստացավ, ասում է մեռավ, որդներով լցվեց եւ ամբողջ մարմինը որդնել էր, այսինքն նա Աստծո փառքն էր գողանում, այնպես էր խոսում, այնպես էր մեծարում իրեն փառավոր հագուստներով, որ ժողովուրդը ասում է սա մարդ չի խոսող, այլ Աստված է։ Ասում ես տեղում Տիրոջ հրեշտակը նրան զարկեց եւ որդնելով, ասենք որդներով լցվելով ամբողջ մարմինը որդնեց եւ այդ հիվանդությունից մեռավ ինքը։ Ասացինք, որ ամբարիշտներին այո պատժելու գործում էլ անգամ նրանք ներկա են, օրինակ Մատթեոսի աշխարհի վերջի մասին է խոսքը, որ պատժելու է նաեւ ամբարիշտներին աշխարհի վերջում 13-րդ գլուխ Մատթեոսի 41 եւ 42-րդ խոսքերում գրված է. Մարդու որդին կուղարկե իր հրեշտակներին եւ նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղություններ եւ անօրություններ գործողին եւ կգցեն նրանց կրակի փռան մեջ։ Այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտել։ Այսինքն որոմների առակի մեջ է, չէ՞, Տերը այդ առակով պատմում է, թե ինչ է լինելու շուտով։ Եվ խոսում է, նա իր հրեշտակները կուղարկե եւ անօրություն գործողներին, գայթակղություն անողներին վերցնեն եւ գցեն կրակի փռան մեջ։ Այսինքն Տիրոջ հրամանով նաեւ նրանք խառնվում են դատաստանին, այսինքն ոչ թե դատ անողներ են, այլ որոշված դատը իրագործողներ են, այսպես ասած։ Նրանք չեն քննում գրքով, թե ում ինչ դատ է հասնում, այլ ոնց ասած գործադիր խումբ են։ Տերը որոշել է, նրանք գործ են դնում որոշումը։ Թեև Տերը կարող է իր խոսքով առանց հրեշտակեն անել, բայց կոնկրետ Տերը հրեշտակներին հանձնել է այդ գործը։ Հայտնության 16-ի 1-ում էլ գրված է։ Ասում է եւ մեծ ձայն լսեցի տաճարից, որ ասում է. «Ան 7 հրեշտակներին գնացեք եւ Աստծո բարգության սկավառակները թափեք երկրի վրա»։ 7 հրեշտակներ, որոնք որ պետք է Աստծո բարգությունը բերեն երկրի վրա։ Եվ հետո կարդում ենք, որ տարբեր բարգություններ այդ հրեշտակները թափեցին երկրի վրա, այսինքն Աստծո պատիժները բերեցին մեղավորների վրա, երկրի վրա։ Երբ որ Տերը ծնվեց, հիշում եք, չէ՞, երկրային զորքը աստղերի պես միասին երգում էին, չէ՞, փառաբանում էին Աստծուն Հիսուսի ծննդյան համար։ Ինչպես նաև ասում է, հետաքրքիր է նրանց կապվածությունը, ուրախությունը, ասիկա մտերմություն չասեմ, ավելի այդ սերը դեպի մարդկանց, չէ՞։ Տերը ասում է, երբ որ հանգարց կորած մեկ ապաշխարում է երկնքում, հրեշտակները գտնվածի համար այդպիսի ուրախություն են անում, որպես թե մի մարդ իր կորած ոչխարը գտնի, կամ կորած դրամը, կամ կորած երեխային նման օրինակներ։ Նրանք ինչպես են, ասիկա տարված, ասիկա Աստծո հետ
կարելի ասել համաձայն են շատ ուժեղ։ Նրանք Աստծո հետ ուրախանում են, Աստծո հետ տրտմում են։ Աստված ուրախանում է մարդու փրկությունով, հրեշտակները նույնպես։ Մեծ ուրախություն անում, որ շատ ժամանակ մարդ է փրկվում, մենք հենց դեռ չգիտենք ինչ վիճակ է, չենք էլ կարող պատկերացնում, չենք ուրախանում, բայց հրեշտակներն ուրախանում են։ Մատթեոս 24-ի 31-ում այսպես է գրված, ասում են. «Եվ նա կուղարկե իր հրեշտակներին մեծաձայն փողով, եւ նրանք կշրջողեն նրա ընտրվածներին 4 կողմից, եկեղեցի մի ծայր դեպի մյուսը»։ Չնայած փրկվածներին հավաքելու են տանեն Տիրոջ մոտ, բայց իրենք էլ Տիրոջ հետ մնալու են ավիճան։ Իսկ այժմ մենք անցնենք հրեշտակներ թեմայի 3-րդ բաժնին, որը կոչվում է չար հրեշտակներ, նրանց գործը եւ ապագան։ Մենք բարի հրեշտակների մասին նայեցինք, չէ՞, ինչ գործ են անում հիմնականում եւ ապագան հավիտյան Տիրոջ հետ է լինելու։ Այս չար հրեշտակները շատ ժամանակ Սուրբ գրքում անվանվում են չար ոգիներ կամ դևեր։ Իսկ նրանց ղեկավարը Սատանա, որ կոչվում է, կամ Բեղզեբուղ, տարբեր դենց անուններ ունի, հետո կնայենք։ Սրանք սկզբից, երբ որ ստեղծվեցին, չար չէին։ Ծննդոց 1:31-ում գրված է, չէ, երբ որ Աստված ամեն բան ստեղծեց, վերջում նայեց եւ տեսավ ամեն բան շատ բարի է։ Մինչեւ այդ, ասում է, ամեն օրվա մեջ Տերը տեսավ բարի է եւ վերջում ամեն բան շատ բարի է։ Այսինքն նրանք ստեղծված չեն եղել որպես չար։ Այսինքն Աստված սուրբ բան է ստեղծել, մաքուր բան է ստեղծել։ Սակայն նրանք չարացան, դուրս եկան իրենց կոչումից, իրենց նպատակից։ Օրինակ Եսայի 14-ի 11-15 կարդամ ձեզ համար, Տերը խոսում է թե չարի, ասենք Սատանայի համար, նաև այն անձը, որ ծառայելու է Սատանային որպես առաջնորդ երկրի վրա, ասում է դժոխքն իջավ քո փառքը, քո տավիղների հնչյունը, տակի տարածված են ճիճուները եւ քո ծածկոցը որդեն են, ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտյան ծագող արուսյակ, կտրվեցիր գետին ընկար, ով ազգերը նկուն անող, բայց ինքդ ասել էր քո սրտում, վեր կելնեմ երկինքը Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստվածների ժողովի սարի վրա, հյուսիսի ծայրումը, վեր կենեմ ամպերի բարձրության վրա, բարձրալին կնմանվեմ, բայց դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։ Ուրեմն նաև ասիկին անօրության մարդու համարել է վերաբերում այս մարգարեական խոսքը, սակայն կոնկրետ այն հրեշտակի համար, որը կոչվում է արուսյակ, ինչ է ասում, դու ինչ արեցիր, ասում է, քո սրտում սա ասեցիր, վեր կենամ, Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը եւ բարձրալին կնմանվեմ, բարձրալին նմանվել է նաեւ սա է, չէ՞, բարձրալին ինչպիսին է, նա միակն է, նրա նմանը չկա, ամենաբարձրն է, այսինքն դուրս է գալիս, որ նա բարձրալից ուզում է ավելի բարձր լիներ, որ նա նրան նմանվի։ Իբրև Աստծուն ցածրացնի, բայց ասում է դու իջել ես, այո, գուբի խորխորատները։ Նաև Եզեկիելի մարգարեության մեջ, այսպես է գրած 28-ի 11-ից 19-ում գրված, ասում է. «Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. մարդի որդի, ողջ բարձրացու Տիվրոսի թագավորի վրա, այսինքն 11-ից եմ սկսել, եւ նրան ասիր, այսպես ասում Տերը. դու կատարելության կնիք ես, լիքն իմաստությունով եւ գեղեցկությունով կատարել։ Եդեմում Աստծո դրախտում էր, բոլոր պատվական քարերը քո ծածկոցն են, սարջոն, տրապինզոն, ադամանտ, ոսկեքար, եղեգնակար եւ այլ։ Բայց 14-ում ասում է դու օծված քերովբե ես ծածկող եւ ես քեզ շինեցի Աստծո սուրբ սարի վրա։ Կրակի քարերի մեջ տեղն է իր ման գալիս։ Դու կատարյալ ես քո ստեղծված օրը, ուշադրություն դարձի կատարյալ էր, այսինքն բարի էր, լավն էր։ Մինչև որ քեզանում անօրնություն գտնվեց։ Հետաքրքիր չէ ինչ ասում։ Դու կատարյալ ես քո ստեղծած օրիցը, բայց այնքան ժամանակ էր կատարյալ, մինչև որ քո մեջ անօրնություն գտնվեց։ Այսինքն հենց անօրնությունը սա էր, որ ապստամբություն էր որոշել սրտում
եւ դուրս էր եկել Աստծո դեմ։ Ինչպես նաեւ նա հրեշտակապետ էր, Աստված նրան դրել էր հրեշտակապետ ծառայության համար, բայց նա ինչ արեց, այն հրեշտակներն էլ, որ խմբի մեջ էին, նա փոխեց, հանեց Աստծո դեմ, ապստամբ սարքեց, աննազանց սարքեց։ Բայց էլի դուք տեսնեք, որ Տերը ասում է ապագայի համար է ասում, հիմա չի, որ ասում է դու իջել ես մարգարեություն ես, որ շուտով այդ պետք է լինի գուբի խորխորատները, դու այնտեղ պիտի իջնես։ Անկամ շարակցության մեջ ասում եմ մարդիկ պետք է զարմանան, ասես սա այն է, որ ազգերը նկուներ անում եւ այլ եւ այլ։ Ուրեմն չար հրեշտակների առաջնորդ հանցանում է սատանան, որը թարգմանաբար նշանակում է հակառակորդ, այսինքն ճշմարտության հակառակ, սրբությանը հակառակ, Աստծուն հակառակ, ինչ որ բարի է, ամեն ինչին հակառակ։ Հենց այդ հակառակության պատճառով նա այս անունը ստացել է, հակառակորդ անունը։ Եվ ուրիշ անուններ եւս ունի Սուրբ գրքում, ասենք որ ստացած է իր գործերի պատճառով, ասենք Բեղզեբուխ կամ Դևերի իշխան, կամ Պողոս առաքյալ ասում է օդի իշխան, այս աշխարհի Աստված, շատերը շփոթում են, ասում են նա էլ է Աստված կոչվում, բայց նա Աստված չի կոչվում։ Պատահական չի, որ ասում է այս աշխարհի Աստված, այսինքն աշխարհն է շփոթել նրան Աստծո տեղ, այսինքն Աստծուն պաշտելու փոխարեն, Աստծուն հնազանդվելու փոխարեն նրան են հնազանդվում։ Երբեք Աստծո կողմից չի եղել հնչյուն խոսք, որ նրան ասի դու Աստված ես։ Շատ ժամանակ ժողովուրդը հակառակողները Հիսուսին ասում են դե ինչ տարբերություն Հիսուսի համար էլ է գրված համեմատում են, բայց համեմատելի չի, որովհետև այո, մոլորված մարդիկ են, որ շփոթ են։ Մարդկա իր երեխային ասում իմ Աստվածն ես։ Աշխարհում շատերը խոտի են ասում, ինչ որ խոտից պատրաստված մի կուրքի են ասում իմ Աստվածն է, բայց չի նշանակում, որ աշխարհում նա Աստծո կարծես թե տեղում է դրված շատերի համար, իբրև Աստված է, ոչ։ Նա ստեղծված է եւ ոչ թե միայն ստեղծված է, այլ նաեւ իր ստեղծագործունի վիճակը չպահած է, ընկած վիճակի մեջ է։ Նաեւ Հուդայի 6-րդ խոսքում հենց Հուդան այդ մասին ասում է եւ ասում է այն հրեշտակներին, որ իրենց իշխանություն չպահեցին, այլ իրենց բնակություն թողեցին, հավիտենական կապանքով խավարի մեջ պահեց մեծ օրվա դատաստանի համար, ասիկա Աստված պահեց։ Ոչ թե միայն ինքը, նաեւ այն մյուսները, որ իրենց իշխանությունը չպահեցին, իրենց հանձնված տնտեսությունը չպահեցին, եւ Աստված նրանց ասում է կապանքներով պահել մինչև մեծ դատաստանի օրը։ Իհարկե կնայենք այդ մեծ դատաստանի օրը նրանց հետ ինչ է պատահելու, սակայն ներկայությամբ ասում է, չէ, ես եմ վայր ընկար երկնքից, այսինքն սահմաններ կար, հրեշտակները չբարձրանում են։ Տեր Հիսուսը հրեշտակների համար ամեն օր իմ հոր երեսը տեսնում են։ Այսինքն երեսը տեսնում են, այսինքն ներկայության մեջ կանգնում են այն աստիճան, որ երկնքում ֆիզիկական երկինքից այն կողմ էլ կարող են բարձրանալ հրեշտակները, բայց սատանայի եւ իր հրեշտակների համար, դևերի համար սահման է գծած, ասում է վայր քցվեցիր երկինքից։ Հայտնության մեջ ասում է վայ երկրին, որ ցած նետվեց վիշապի հրեշտակներով դեպի երկիր։ Մատթեոս 21-ի 33-ից 41-ի մեջ գրված է, ասում է մի ուրիշ առակ լսեք, Տերը ասում է, առակ է պատմում, որ մի տանուտեր մարդ ինչ արեց, այգի տնկեց, ցանկով պատեց, հնձան փորեց եւ շարունակում է, մշակներին տվեց, օտար երկիր գնաց, հետո ծառաներ ուղարկեց, որ բերք է բերեն, նրանք չտվեցին, հաջորդ խումբ ուղարկեց, ոմանց ծեծեցին, ոմանց սպանեցին, իր միածին որդին ուղարկեց, նրան էլ սպանեցին, մտածելով որ ժառանգն է սպանենք եւ իբրև թե բոլոր ժառանգությունը մեր է կլինի, բայց գիտեք որ ասում է այդ թագավորը եկավ եւ պատժեց, չարին չարաչար պատժեց, ճիշտ այսպես սատանայի վերաբերմունքն է Աստծո տնտեսության հետ, այս մարդկանց նման, Տեր ասում է, չէ, նրանց հանձնես, երբ որ այս այգու տերը մարդ էր ուղարկում,
Մարդկանց չէր ասում, ասեք մշակներին իրենց քրտինքից էին ստան, իրենց այգու բերքը տան, ասում են իմ այգու բերքից ինձ տվեք, էդ էլ չէին տալիս։ Այսինքն մենք այսպիսի խոսք ունենք, չէ, թեկուզ եկեղեցում ծառաներ կան, ոչ մի ծառայող տվյալ տնտեսության տերը չի։ Ինքը չի եկեղեցու գլուխը, ինքը չի եկեղեցու տերը իրականը, բայց թեև շատ տեղերում տեսնում ենք հենց տենց են իրենց պահում, կարծես թե ժողովուրդը իրենց սեփականությունն է։ Նմանապես այս մշակները այնպես էին վերաբերում, կարծես թե տարածքը իրենցն է, մերժում էին տիրոջ, սեփականատիրոջը։ Նմանապես սատանան այսպես արեց։ Ինքը իր խմբի հետ միասին պետք է երկրպագեր Աստծուն։ Բայց փոխանակ երկրպագի Աստծուն մտածեց ինքը երկրպագվի։ Թեև հիմա երկրպագվում է եւ պետք է պատժվեն իր դևերի կողմից, իր ծառա մարդկանց կողմից նա երկրպագվում է։ Բայց հենց սրա համար թե ինքը, թե իրեն երկրպագողները պետք է պատիժ կրեն։ Նաև 25:41-ում Մատթեոսի ավետարանից ձեզ համար կարդամ, ասում է այն ժամանակ ասի ձախ կողմին ինձանից դենք գնացեք ով անիծալներ հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի եւ նրա հրեշտակների համար։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր որ Տիրոջը չեն ծառայել, ովքեր որ Տիրոջը հակառակ կյանք են ապրել, հետո մենք ավելի կնայենք, չնայած այստեղ մարդկանց մասին չեմ ուզում ավելի նայենք, այլ վկայությունը, որ թեև այդ մարդիկ էլ սատանայի եւ նրա հրեշտակները կգնան, Տիրոջ խոսքը ինչ է վկայում։ Գնացեք այն կրակի մեջ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի եւ նրա հրեշտակների համար։ Թեև նրանք ապստամբեցին, բայց դες պատիժն էլ քնած չի։ Տերը պատրաստել է պատիժ նրանց համար։ Այսինքն ինչ է երևում, ինչով են նրանք զբաղված այս համարները կարդալով, ապստամբել են Աստծու դեմ, հիմնական նրա փափակը սա է, երկրպագվի, Աստվածանա, բայց պատիժը որն է, հավիտենական տանջանք, հավիտենական կրակի լիճ։ Տերը անձամբ դրա մասին խոսեց։ Բայց միևնույն ժամանակ, որ ասենք նա հիմնական գործը ինչ է, որ նա երկրպագվի, բնական ինչպես պետք է երկրպագվի, ստերով։ Նա պետք է Աստված ներկայանա, մարդկանց աշխատի, որ Աստծուն չճանաչեն, որ ինքը իրեն առաջ գցի երկրպագվի, կամ ովքեր որ ճանաչում են Աստծուն, նրանց ետևից պետք է լինի չարախոսի, որպեսզի ինչ անի, դրանց խոսքը ժողովուրդը չընդունի, որ ինքը կարողանա դաշտ գտնել, որ երկրպագվի։ Թե չէ որտեղ ճշմարտությունը լինի, ինքը չի կարող երկրպագվի։ Որտեղ ճշմարտությունը պետք է ասի, երկրպագությունը միայն Աստծունն է։ Դրա համար ինքը արդեն ոչ թե միայն Աստծուն է ատում, նաև Աստծուն ճանաչողներն է։ Ատում անգամ չարախոսում, զրպարտում է, որ նրանց է ժողովրդի աշկից գցի եւ ոչ թե միայն օտար մարդկանց ձեռքով, այլ անգամ Տերը շատերի համար ասեց, նրանց թշնամիները իրենց տանից կնեն։ Տան անդամների միջոցով անգամ հնարավոր է տան անդամներ ճարի, որ հանի այն մարդու դեմ, որ Աստված է ճանաչեցնում, որովհետեւ նա խոսքը ժողովրդի մեջ հեչ անի։ Օրինակ Հոբի 1:6-ում, որ ասենք չարախոս է նա, եւ եղավ մեկ օր, որ Աստծո որդիքը եկան Տիրոջ առաջին կանգնելու եւ սատանան է նրանց միջումը կանգնեց։ Այսինքն այս խոսքը ինչու է հիշեցնում, որ անգամ ինքը կարող է հակառակողներ ճարել եկեղեցու մեջ։ Գուցե գա մարդկանց մեջ ճարի հայտնության 12:10-ում էլ այդ բանսարկում, որը անգամ եկեղեցի ժողովրդի մեջ է կարողանում ոտ դնել։ Եվ մեզ ձայն լսեցի, որ ասում է երկինքից, հիմա փրկություն եւ զորություն եւ թագավորություն եղավ մեր Աստծուն, եւ իշխանություն եղավ նրա օծանին, եւ վայր գցվեց մեր եղբայրների չարախոսը, որ չարախոսում են նրանցից Աստծո առաջին ցերեկ եւ գիշեր։ Շարունակություն հետո կարդանք ուրիշ արդով, բայց ինչը նաեւ նրան անվանում չարախոս, եղբայրների չարախոս։ Այսինքն բանսարկում, վայր գցվեց, իր չարության համար երկինքում չթողվեց, վայր գցվեց։ Եվ նա ատում է նաև այն մարդկանց, ովքեր որ երկինք պետք է գնան, որտեղից ինքը ընկել է։ Նորից հիշեցնում եմ, ինքը դաշտ է ման գալիս հիմա, որ երկրպագվի։ Եվ այն մարդիկ, ովքեր խանգարում են իրեն,
ինքը ատում է, բնական նրանց մասին չարախոսություն կանի, հենց մենք էլ պետք է զգուշ լինենք։ Պետք է զգուշ լինենք, որ սատանայի խելքին չընկնենք, ասենց ասած, սատանան մարդկանց միջոցով էլ է գործում։ Այսինքն հնարավոր է Տիրոջ ծառա լինի, որ Տերը հանել է, ոչ թե միայն մեկը, հիշում եք պարգևների մեջ, որ Աստծո ամեն մեկի Աստված տալիս է իր շնորհը, իր պարգևը։ Օրինակ ձեզանից մեկին Աստված շնորհ պարգև է տվել, որ դուք օգտակար լինեք եկեղեցու աճի շինության համար, բայց մեկ էլ ձեզանից չարախոսեն անտեղի նպատակն ինչ է, որ քո պարգևը չծառայի եկեղեցում, որ եկեղեցին այդ հարցում զուրկ մնա, չաճի։ Բայց Աստված ասում է ամեն բան քննեք, բարին ամուր բռնեք, ով ուզում է լինի։ Հենց եթե Տեր Հիսուսի մասին նայ, Տեր Հիսուսի եղբայրները Հիսուսից չարախոսում են։ Չէ՞։ Ասում են գժվել է։ Ընտանիքի անդամները Տեր Հիսուսին ասում են գժվել է, եւ եկել են բռնեն տանեն տուն իբր թե։ Դրա համար Տեր ասաց. նրանք են իմ եղբայրները, քույրեր եւ մայրը, որ իմ երկրավոր հոր կամքն է կատարում։ Հետագայում էլ տեսնում են գործ կառաքելություն, որ շատերը կուլ էին գնում սրան, որ իբր թե Տիրոջ եղբայրներն են, եւ նրանք էլ լուրջ հարցերում եկեղեցին խառնում են իրար։ Անկամ Պետրոսի դեմ էին դուրս եկել, ղեկը վերցրել իրանց ձեռքը։ Տիրոջ եղբայր Հակոբոսը եւ ինչ-որ մեկը ղեկը վերցրել իրանց ձեռքը, կարծես թե Տերը Պետրոսին չի ասել հովվի մոտին։ Խեղճացրել էին, թշնամություն էին անում եկեղեցում։ Եվ Տերն էլ եկեղեցին քանդեց։ Շատ կարճ է, սովորական խմբեր կան, որ առաջացել են, էլ տեսնում ես երկար ժամանակ է կան, բայց դրանց Տերը ընդհանրապես մի 30-40 տարվա կյանք տվեց։ Տեսա, որ չարություն են անում։ Ուրեմն մենք պետք է զգուշ լինենք, անգամ եկեղեցում, անգամ ընտանիքի անդամի մեջ կարող է սատանան մարդ ճարել, որ հանի, չարախոսի, խանգարի Տիրոջ գործին։ Եվ ասում ամեն միջոցներով, ամեն ձևերով նա կարող է։ Օրինակ, գործ կառաքելոց 5-ի 1-ից 5-ը որ կարդում ենք, տեսնում ենք եկեղեցից գեղեցիկ սիրուն ընթացքի մեջ գնում էր։ Մեկ էլ սատանան երկու հոգի ճարեց, Անանյան եւ Սափիրան, հա, որ սուտ խոսան եկեղեցում։ Սուտ խոսան Աստծուն, Սուրբ Հոգուն։ Թեև պատժվեցին, հարցը սա չի։ Հարցը սրա վրա է, որ ես ուզում ուշացում դարձնել։ Անկամ եկեղեցում կարողանում են մարդիկ ճարել իր կամքին հնազանդեցնել։ Կեղծավորությամբ տանել, ձևապաշտությամբ տանել, խախտել հիմնական պաշտամունքը։ Հիշում եմ տարիներ առաջ 80-ական թվականներին, անգամ 90-ականների սկիզբներին կանայք կային, որ ապրում էին ըստ իրենց ցանկության եկեղեցում։ Անիծողել էին, քրֆողել էին, չէին պատժվում, զարմանալի է։ Բայց մարդկային ավանդությունները ուժեղ պահում էին, որ Սուրբ գրքում չկա։ Այն ձևապաշտությունները ոտերի, ձեռերի հետ կապված, գլխաշորի հետ կապված, չգիտեմ ինչերի հետ կապված, ուժեղ պահում են, դրա պատճառով Սուրբ են երևում, իսկ այն մյուսը, որ մի քիչ ասենք թեթև է հագնված, չեմ ասում անպարկեշտ, եւ չարախոսում էին, իբր սրանք մաքուր չեն, բայց որ կյանքին էին նայում, այն մարդը մաքուր, հանգիստ, համեստ, ոչ չարախոս, այլ բարեսեր, օգնող, բայց սրանք այդ իրենց շորերով, մորերով դարձել են կարծես թե կորիզ է եկեղեցու եւ երբ պետք է չարախոսում ու անպատվում էին հնազանդներին։ Խումբ էին կազմել եւ հանկարծ որ եկեղեցում խոսվեր մարդկային որևէ ավանդություն հանելու, այս խումբը կանգնում էր եւ չէր թողնում մաքրվի եկեղեցին մարդկային ավանդություններից։ Այսինքն չարի ժողովուրդ էին, պաշտպանում էին չար դրվածքները եկեղեցում։ Պետք է այս դեպքում աստծոծառաներն էլ արթուն են, եկեղեցու անդամներն էլ արթուն են, որ իմանալ ումը ինչ հարցով են ականջ դնում։ Պետրոսի առաջին թղթի 5-րդ գլուխ 8-ից 9-րդ համարներն եմ ուզում կարդալ ձեզ համար, ասում է. «Արթուն եղեք, հսկում արեք, որտեղ ձեր ոսող թշնամին սատանան գոռոզ առյուծպես ման է գալիս եւ որոնում է թե ումը կուլ տա, որին հակառակ ացեք հավատքով հաստատված, իմանալով որ ձեր եղբայրներն են, որ աշխարհի մեջ են, նույն չարչարանքներն են քաշում»։ Տեսնում եք, որ
տեղյակ է պահում, սա ինֆորմացիա է։ Հնարավոր է շատերը կարդում են, ասում են, բայց կարևոր ինֆորմացիա է թշնամու մասին, որ ման է գալիս, թե ումը կուլ տա, բայց ասում դուք հավատքով հաստատված մնացեք։ Այսինքն, եթե տկարանաք, դա կուլ տալու մի հատ առիթ է։ Հենց թուլացավ քո հավատքը Աստծո վրա, Տեր Հիսուսի վրա, իմացի քո խելքը կմաղի մոլորձի ուր կտանի։ Դրա համար ասում եմ զգուշ կացեք, ուշադիր եղեք։ Կամ Հայտնության 12:10, որ էլի կարդաց ձեզ համար, որ ինչ էլա բանսարկուն ընկավ երկրի վրա, թեև երկնքին ասում է ուրախ եղիր, որ մաքրվեցիր այդ բանսարկուից, այդ չարախոսից, բայց երկրի վրա ասում է վայր գցվեց մեր եղբայրների չարախոսը, որ չարախոսություն է անում նրանց գիշեր եւ ցերեկ, բայց 11-րդ խոսքը ինչ ասում։ Նրանք հաղթեցին նրան, ասենք սատանան եւ իր հրեշտակներին, գարի արնովը եւ իրենց վկայության խոսքով եւ չսիրեցին իրենց հոգին մինչեւ հիմա։ Ասենք իրենց անձը, անձնասեր չէ, բայց հաղթեցին գարի արնովը եւ իրենց վկայության խոսքով։ Ասենք բնական է, չարախոսում է, թուլացնում է, բայց մեր հավատքը ինչ է, որ Հիսուսի անունով ես ունեմ փրկություն, մեղքերի թողություն։ Եվ այն վկայության խոսքով, որ մեզ վկայվել է նաև, որ մենք ենք վկայում ուրիշի։ Փրկության ավետարանի խոսքով մենք փրկվում ենք նրա ճանկերից։ Տերը ձեզ օրհնի։ Ուրեմն ուշադիր պետք է լինեք, որ այս թակարդների մեջ չընկնեք։ Իհարկե ասեցի, Տերը ինչ որոշել նրա համար հավիտենական տառապանք, տանջանք եւ ժամանակը մոտ է, շուտով օրինակ Մատթեոս 25:41-ից 46-ը ես մենակ 41-ը կարդացի, բայց շարունակության մեջ նորից 46-ում էլ նույն բանն է կրկնում, արթանները ասում են գնան հավիտենական կյանք, իսկ նրանք հավիտենական տանջանք, որը իհարկե 41-ում ասում է պատասխան սատանայի եւ նրա հրեշտակների համար։ Հայտնության 20-ի 9 եւ 10-րդ խոսքում են Սուրբ Գիրքն ասում է, ասում է եւ երկինքից կրակ հիչավ Աստծուց եւ լափեց նրանց, այսինքն սատանայի հետևող ժողովրդին, մարդկանց։ Եվ ասում է բանսարկուն, որ նրանց մոլորեցնում էր, գցեց կրակի եւ ծնբի լիճը, ուր էին գազանը եւ սուտ մարգարեն, եւ կչարչարվեն նրանք գիշեր եւ ցերեկ հավիտյան։ Այսինքն Աստված որոշել է նրանց ապագան, վերնագին ինչ էր, չար հրեշտակները նրանց գործը եւ ապագան, չէ՞։ Նրանք ինչու են չարացել, պարզվեց։ Նրանց գործն ինչու՞մ է, որ Աստծո մասին ինֆորմացիան փակ պահեն, որ ինքը կարողանա երկրպագվի։ Եվ մանավանդ Աստծուն ճանաչեցնողների թշնամին է նա։ Նրանցից չարախոսում է, սեմացնում է, զրպարտում է, ուղղակի մենք պետք է զգուշ լինենք, ծառը պտղից է ճանաչվում։ Օրինակ ասենք, եղել է ժամանակ, որ ասել են, այս ինչ տեղում քո մասին են խոսում, մեր մոտի ժողովուրդ ասում, լավ, իրենք չեն ճանաչում խոսում են, իսկ դուք էլ ճանաչում եք, դուք ինչ եք տեսել։ Անհիմն վկայությունների վրա ինչ պետք է հիմնվեն։ Եվ այդպիսի մարդ չկա, որ չարախոսվի։ Ուշադրություն դարձեք, Հիսուսի մասին չարախոսություն էր, չէ՞ լինում։ Հենց զրպարտություն էլա, որ իբրև թե Հիսուս ուզում է ապստամբություն կազմակերպի կայսեր առաջ։ Պիղատոսն ասում է, նա իրեն հռչակել է թագավոր, եթե դու նրան ազատ արձակես, կայսերը լուր կտանք։ Իբր թե դու ես միաբանվում ապստամբությանը։ Զրպարտում է, իբր թե Հիսուս ապստամբ է։ Եվ տարբեր հարցերում էին զրպարտում։ Պողոսի նույնպես, Պետրոսի եւ մնացած բոլորին։ Հիմա էլ նույն չարը կա, Աստծո ժողովուրդը դուք եք։ Ձեզնից էլ չարախոսի, բայց պետք է ուշադիր լինենք, սրատակ չթաքնվենք։ Շատերն կան հավատացյալ կոչվածներ վատ կյանքով ապրում են, թաքնվում են սրատակ, թե դե պետք է որ զրպարտեն ինձ, բայց իրականության մեջ երբ որ պատմում են որևէ չարություն, տեսնում ես, ոմանց համար զրպարտություն չի իրականում, այդ մարդը այդ չարության մեջ է։ Մենք պետք է ուշադիր լինենք։ Եթե ես այդ արարքի տերն եմ, ես պետք է վախենամ Աստծուց, ապաշխարեմ։ Բայց եթե չէ զրպարտվում եմ, վախենալ պետք չի, որտեղ Աստված գիտի զրպարտություն է, այլ դու պետք է ուրախ լինես, որտեղ Տերը ինչ ասաց իրեն հետևողներին, երանի է ձեզ, երբ որ իմ պատճառով ձեր մասին չարախոսեն, սուսուտ բաներ հնարեն եւ պատմեն։ Ուրախացեք, որտեղ ձեր վարձքը մեծ է երկնքում։
Սակայն երբ որ Տերը գա, այո, որ ասեցինք Մատթեոսի 25-րդ գլխում, ոչ թե միայն չարի վերջը այդպես կլինի, այլ չարին հետևող մարդկանց էլ։ Օրինակ նաև երկրորդ Թեսաղոնիկեցիներին ուղված նամակի առաջին գլուխ 7-ից 10-րդ համարներում ասվում է. Եվ ձեզ նեղվածներիդ, այսինքն նեղություն քաշողներիդ հանգիստ կտա Աստված, ասում է, հանգիստ մեզ հետ Տեր Հիսուսի երկնքից հայտնվելուն օրը, այսինքն իր զորության հրեշտակներով եւ կրակի բոցով վրեժ առնելու նրանցից, որ Աստծուն չեն ճանաչում եւ չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Շարունակության մեջ նորից 9-10 կրթան, որոնք պատիժ կրեն հավիտենական կորուստ Տիրոջ երեսից եւ նրա փառավոր զորությունից, երբ որ կգա, որ փառավոր լինի իր սուրբերում է եւ զարմանալի բոլոր հավատացյալներում, որտեղ մեր վկայությունը ձեզ վրա հաստատվեց այն օրումը։ Ուրեմն ինչ է անելու Տերը երկու խմբի մարդ է դատելու, չէ՞, որոնք որ չարին իհարկե հնազանդում, որոնք մեր Տեր Աստծուն չեն ճանաչում, մեկ, եւ երկրորդը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին չեն հնազանդվում։ Հիմա որ հավատացյալները ճիշտ հավատացյալների մասին է խոսքը, որ ավետարանը ճանաչեցնում են, Աստծուն ճանաչեցնում, սա ժողովրդի փրկության համար է։ Եթե մնան չճանաչման մեջ, դատապարտվելու են գիրքը ասում է։ Սա մի հատ մեծ ողորմություն է, որ դուք որպես լույսեր կարող եք տարածել Աստծո ավետարանը, փրկության ավետարանը, արքայության ավետարանը, սակայն արդեն մնում է իրենց ընտրությունը։ Ճանաչում են, բայց ոմանք կան չեն հնազանդվում, ավետարանին չեն հնազանդվում։ Ուրեմն եթե լուր մնաք, աշխարհին դատաստան է, չէ՞ բոլոր մարդկանց, բայց լուր չմնալով խոսելով դուք շատերին կփրկեք դատաստանից։ Եվ չարի ուզածն ինչ է, որ լուր մնաք, չխոսաք։ Ինչ է գործ կառաքելոցում, երբ որ կաղը բժշկվեց, իցնե կաղը, առաքյալներին տարան, տեսան չէ մեղադրանքի ոչինչ չունեն, մի զգուշացում արեցին։ Այլևս ոչ մի հոգու հետ Հիսուս Քրիստոսի անունով չխոսեք։ Տեսեք չարը ինչպես է վախեցած, անգամ մեկ հոգու հետ չխոսակ։ Խավար մնա, մութ մնա, անտեղյակ մնա աշխարհը ավետարանից, նրա ուզածը դա է։ Եվ վերջին օրերում էլ ասում է, խափանողը պիտի վերցվի։ Խափանողը որն է, ասում է մշտնջենական զոհը Դանիելում ասում է, այսինքն նա ուզում է ավետարան հանել, Աստվածաշունչ հանել աշխարհից եւ կհաջողվի ինչ որ ժամանակ։ Եվ հաջողվել է շատ եկեղեցիներում։ Տեսնում եք, ավետարան չի քարոզվում, չի քարոզվում։ Ամեն ինչ քարոզում են բացի Քրիստոսի փրկagorցությունից։ Այնքան որ Հիսուս անուն են տալի ժողովրդի աչքի թոս փչելու, բայց թե ով է Հիսուսը ժողովրդը չի ճանաչում շատ։ Մշտնջենական զոհը պիտի անի, մշտնջենական զոհը Հիսուսն է ավետարանով ներկայացված։ Այսինքն ավետարանն է խափանողը, պետք է հանվի, որ արխային գործի։ Երբ որ խավար է, խավարում հեշտ է գործում։ Օրինակ ժողովրդը խափված է, իբրև թե չարից պաշտպանվելու համար ասեղ են կպցնում, բուրակա են կպցնում, երկաթ են դնում, գլխի տակ հաց են դնում, սրանք բոլորը մոլորություններ են, աշկի ուլունք, չգիտեմ ինչ է։ Այսինքն սատանաս շատ հնարքներ է որոշել, որ մարդիկ հույսը դնեն այդ դետալների վրա, իբրև այսպես կարող են չարիքից պաշտպանվել, չարից պաշտպանվել, որ ինչը Աստծու վրա հույս չդնեն։ Մարդը չի կարող հրեշտակին, որը երկաթով խփի, փայտով խփի, կամ բռնի, կամ եսիմինչ անի, այդպես բան չկա։ Հոգիներ են, թե Հակոբի ժամանակով թույլ տվեց Տերը, որ Հակոբը իրեն կպնի, թե Տիրոջ համար ասում են, չէ, Տիրոջ հրեշտակ, ուղարկված եւ պարզվում է, որ Տերն էր։ Տերը թույլ տվեց Հակոբի զորությունը իր ձեռքը ոտքը չէր, որ բռներ նրան, այլ իր ընտրությունն էր, որ չէր դադարում նրան խնդրելուց, որ օրհնիր ինձ, նոր գնա, օրհնիր ինձ, նոր գնա։ Ինչպես նաև պարզվում է, որ չար հրեշտակները, դևեր կոչվածներ կարող են անգամ մարդկանց մեջ բնակվել։ Իհարկե դա մեղքի պատճառով է, մարդը թույլ է տվել, կա ժառանգական անիծված է այդ ցեղը։ Դևը ինչ որ դևերը այդ ցեղի մեջ տեղ էին գտել։ Դա համար պետք է ապաշխարեն, որ ազատվեն այդ դևերից։
Նաև նոր մարդիկ են դիվահարվում, երբ որ չարին տեղ են տալիս։ Եվ օրինակ Մատթեոս 8-ի 28-ից 32-ում գրված է. Երբ որ Հիսուս այն կողմը գերգեսացիների երկինն անցավ, երկու դիվահարներ պատահեցին նրան, գերեզմաններից դուրս եկած եւ շատ չար, մինչ որ մեկն էլ չէր կարող այն ճանապարհով անցնել։ Եվ աղաղակեցին Հիսուսին. «Քեզ ի՞նչ բան կա մեզ հետ, Հիսուս, Աստծո որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելու»։ Եվ նրանցից շատ հեռու խոզերի մի երամակ կար, ասում է, որ արածում էր։ Եվ դևերն աղաչում են նրան եւ ասում են. «Եթե մեզ հանում ես, հրաման տուր մեզ խոզերի երամակը գնալու»։ Եվ նա նրանց գնացել եւ դուրս եկան եւ գնացել խոզերի երամակի մեջ եւ ահա խոզերի բոլոր երամակը այն գահավեժ տեղից վազեց ծովը եւ ջրերի մեջ մեռան, խեղդվեցին։ Տեսնում եք, որ երկու օքու մեջ էին մտել։ Ուրիշ ավետարանում ասում է Տերը ասեց, ինչ ասեց լեգեոն, ասիկ շատ դևերի բազմություն, խումբ, որ քանի հազար անգամ։ Ասիկ նրանք կարող են մարդկանց մեջ մտնել եւ մարդուն տիրապետել։ Ու մարդու միջոցով չարություններ անել, որ կոչվում են հոգեկան հիվանդներ։ Նրանք այդ հնարավորությունն ունեն, եթե մարդիկ նրանց տեղ տան։ Թեև մի կարևոր բան ձեզ շեշտեմ, առանց Աստծո թույլտվության ոչինչ չեն կարող անել, ոչ մի մարդու մեջ չեն կարող մտնել, որտեղ տեսնում եք, անգամ խոզերի մեջ չեն կարող մտնել առանց Տիրոջ թույլտվության, ուր մնաց մարդու մեջ մտնեն։ Բայց մի կարևոր բան էլ նկատենք, որ ասում են ժամանակից առաջ եկար մեզ դատելու։ Դևերը սատանան գիտեն, որ դատվող են, դատավորն էլ Հիսուսն է։ Անկամ մոտավորապես ժամանակն էլ գիտեն, որ ասում են ժամանակից առաջ, ասիկի հիմա չի ժամանակը, որ մենք անդունդ գնանք, այս շուտ է եկել մեզ անդունդ ուղարկելու։ Երկրորդ Թուղթ Կորինթացիների 4:4-ում էլ անհավատ մարդկանց համար է ասում, Տիրոջ չհնազանդողների համար ասում է, որոնցում այս աշխարհի Աստված այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագի նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերն է։ Քրիստոսի համար ասում է աներևույթ Աստծո պատկերն է եւ ինչ ասում, չարը այդ մարդկանցը չի թողնում, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը ծագի նրանց սրտերը, որ փրկվեն։ Հիմնականում ուզում եմ նկատեք չարի գործը։ Նա շատ ուժեղ է հակառակի ավետարանին։ Ամեն կերպ ուզում է, որ ավետարան չտարածվի, անգամ են հաջողություններ գտեն ժամանակներում նա, հիմա շատ երկրներում, որ երկրի մասշտաբով, պետական մակարդակով կարողացել է հրամաններ հաստատել իր ծառա ղեկավարների միջոցով, որ ավետարանը վերացնեն, հանեն, արգելեն։ Խափանողը պետք է վերցվի, նոր անօրության մարդը գա, քանի Քրիստոս ճանաչվի, անօրության մարդը չի կարող հանդիսանալ որպես Քրիստոս, սուտ Քրիստոս է, չէ՞ դա, չի կարող հանդես գալ որպես երկրպագելի, երկրպագվող։ Դրա համար ինչը որ է խանգարում է, նա է ուզում հանել ավետարանը։ Եվ մի փոքր ժամանակով հանելու է Աստծո թույլտվությամբ։ Ինչպես որ արդեն մենք գիտենք, այս վերջերս դարերով ավետարանները պաշտպանված գալիս է շատ, եթե ինչ-որ թարգմանությունները լավ ու վատի մեջ, ասենք որոշ բառեր մարդը ավելի լավ հոմանիշ բառն է դրել, քան այն մյուսը, այդպես է տարբերվում իրարից։ Տեքստ չէր տարբերում, բայց հիմա տեսնում եք ինչ-որ վկաներ ոչ ճիշտ իրենց համար իրենց ուզածն են տպել եւ ով է թույլ տվել, չգիտես։ Տուգանքը արեցին, կարծես թե տուգանքից հետո արտոնություն, տուգանքը մուծել եմ, կարող եմ օգտագործել, բայց ոչ թե օգտագործել, պետք է վերացվեր։ Տուգանքը վերցրեցին, գրքերը օրինականացրեցին սխալ թարգմանությունները։ Նմանապես մյուս խմբերն արեցին, որոնք Քրիստոսին հակառակ են, որպեսզի ճշմարիտ ավետարանը չճանաչվի, բայց փառք Հիսուսի, որ ասել է այս արքայության ավետարանը մինչև վերջ պիտի քարոզի, մինչև աշխարհի վերջը։ Դրա համար ասում ենք ժողովրդի շուտ պետք է ճանաչել, քանի այդ ժամանակները չել է։ Կգա ժամանակ, որ արդեն ժողովուրդը չի կարող զանազանել, դրանց էլ չեն կարող ապաշխարել։ Նաև ասում են նրանք կարող են շատ գերբնական, այսինքն մեր մարդկային երևույթներից դուրս ավելի գերբնական գործեր անել։ Օրինակ, կրակ իջեցնել երկինքից չէ, հայտնությունում ասում է, նաև հոբի ժամանակում քամի հանեց սատանան, բերեց տունը փլցրեց, տարբեր ասենց ասած գերբնական բաներ էլ կարող են անել, որ մարդկանց զարմացնեն կամ վնասեն, կարողանում են այո վնասեն,
Հայտության օրինակ 13-13-ում նման մի վկայություն կա, ասում է, եւ մեծ նշաններ էր անում սուտ մարգարեն, որ դևից բռնված էր, հենց դևն էր, որ երկինքից կրակել էր վայր բերել տարից, մարդկանց առաջին իհարկե որ մոլորեցնի նրանց հեռու պահի Աստծուց, ավետարանից։ Նորից երկրորդ օրինակ 13-1-3-ում Տիրոջ խոսքը խոսում է Մովսեսի միջոցով, օրինակ այդ սուտ մարգարեները, սուտ նշանանողները անգամ կարող են նշաններ էլ անել։ Թեկուզ նշանը կատարվի էլ, բայց երկրպագությունը փոխող է նրանց չհավատալ, չընդունել։ Կարևորը նշանը չի, որ մարդկանց ձեռով լինի, միտեղ մոլորեցել էր մի կին, ասում է փակ սինակում փեշերը հնում էր, իշտում էր, փեշերը հնում իշտում էր, ժողովուրդն տեսնեն, որ իբր թե որ նշան է կատարում, մտածեն ուրեմն Աստծուց է։ Ենթարկվել են իրան, բոլորի մերկացրել էր կիսամեր, գիշերային շորերով անել է սարը, իբր թե Հիսուսը կգա։ Այդպես օրերով մնացել էին խայտարակ էին էլ։ Այսինքն նշաններ էլ անում մարդկանց մոլորեցնելու։ Նաև սատանան զբաղված է սուտ վարդապետություններով, որ Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը շեղի։ Ուրեմն Պետրոսի երկրորդ թղթի երկրորդ գլխից 1-3-ում եւ սուտ մարգարեներ կան այն ժողովրդի մեջ, ինչպես ձեր մեջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն, որ ներս կմտցնեն կորստական հերցվածություններ, ուրանալով այն Տիրոջ, որ իրենց գնեց, իրենց վրա շուտած կորուստ կբերեն։ Եվ շատ մարդիկ հետևեն նրանց կորստությանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը կհայոյվի։ Եվ շարունակում է իհարկե, Պողոս առաքյալն ասում է, սատանան կարող է լույսով հեշտակ կերպարանքով կերպարանափոխվի, Երևան զարմանալի չի նա ծառաներն Աստծո ծառաների կերպարանք հագնեն, բայց ծառը պտղից պետք է ճանաչի, երկրպագություն դուր են տանում, թե բարի հեշտակները, թե չար հեշտակները, որ ունեն հեշտակապետ, այսինքն կազմակերպված ծառայություն է, խումբ է։ Ոնց որ երկրի ինչ-որ, ասենք, զորագունդ կամ սովորական ծառայությունների խումբ։ Վերջում 4-րդ բաժինը կուզեմ նայենք, որը կոչվում է չար հրեշտակների դեմ հավատացյալների զորությունը։ Արդեն որոշ չափով ացալ բաժնի մեջ նայեցինք, որ ինչպես ասում են, նրանք հաղթեցին նրանք գառի արյունով եւ իրենց վկայության խոսքով, Քրիստոսի վրա եղած հավատքով։ Իհարկե սա կարճ կներկայացնենք, մանրամասն չենք նայ, որտեղ հոգեոր պատերազմ թեմա կա, այդտեղ ավելի մանրամասը կուսումնասիրվի, թե հավատացյալները ինչպես կարող են պաշտպանվել սատանայից եւ նրա հրեշտակներից եւ ինչպես կարող են նրան հաղթել, այս դևերին հաղթել։ Եվ առաջին Հովանու թղթի 5:1-5-ում նաեւ Հովանես ցույց է տալիս կյանքը, որ մարդ պետք է հնազանդվի կյանքով էլ Աստծուն, հենց սա հաղթության մի գործ է։ Ասում է ամեն ով որ հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը Աստծո է ծնված եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նրանից ծնվածները սիրում։ Սրանով ենք ճանաչում, թե Աստծո որդիներին սիրում ենք, երբ որ սիրում ենք Աստծուն եւ նրա պատվիրանները պահում ենք, որտեղ սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանները պահենք եւ նրա պատվիրանները ծանր չեն։ Ամեն ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին եւ սա է հաղթությունը, որ հաղթեց աշխարհին, այսինքն մեր հավատքը։ Եվ ով է որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, թե Հիսուսն Աստծո որդին է։ Երևի ասի Հիսուսն է Քրիստոսը։ Նաև սեր եղբայրների քույրերի հանդեպ, անկեղծ սուրբ սեր, ոչ թե նենգություն, իրար հետևից ընկնել, իրար չարախոսել եւ այլ եւ այլ։ Այսպիսները Աստծուց չեն, ասում է Հովանես, կամ էլ վիճակից ընկած են, որ Աստծո բաժնից ընկնելու են։ Տերը ձեզ օրհնի, շատ իհարկե տեղեր կան, որ խոսում են Քրիստոսի մասին, Կորինթացիների առաջին գլխում ասում Քրիստոսն է մեր զորությունը, մեր հավատքը, եւ ով է որ հաղթում է աշխարհին, մեր հավատքն է հաղթում։ Այսինքն Քրիստոսի վրա եղած հավատքը վանում է սատանային։ Հակոբոս ասում է մոտեցեք Աստծուն, եւ սատանան ձեզանից կփախչի, ոչ թե սորական գնալով կգնա։ Ուրեմն քո պաշտպանվելու ձևը սա ավելի մոտենալ Աստծուն, ավելի նվիրվել Քրիստոսին, ավելի հնազանդվել, ավելի սիրել Քրիստոսին եւ նրա ժողովրդին, իհարկե սուրբ սիրով։ Ասեցի, որ հոգեոր պատրանք թեմայում ավելի խորը կնայենք, սակայն ընդհանուր մի ծանոթություն տվեցի, որ Քրիստոսի հավատքով Քրիստոսի պատվիրաններով դու կարող եք հակառակել չարին, սատանան եւ նրա հրեշտակներին, անգամ նրանք Տեր Հիսուսի անունից վախենում են եւ դուք անտեր չեք,
Հեշտ չի Աստծո զավակներին մոտենալ։ Աստված ձեր շուրջը ցանկ է դրել եւ ձեզ պաշտպանություն է տվել։ Երկրի վրա անգամ եթե մի կարևոր ղեկավար մարդու զավակ է, ամեն մարդ չի համարձակվի այդպես հեշտ մոտենա ու իր ուզած անպատվություն ասի կամ էլ վնասը տա։ Հաշվարկ են անում, որ չեն կարող անել, իրենց վրա ծանր կնստի, առավել եւս Աստծո զավակների հանդեպ։ Այդպես հեշտ չի թե որ չարը ինչ-որ հնարավորություններ ունի ավելի մեծ, քան մարդկությունը ունի, բայց սակայն Աստծո զավակների հանդեպ նա չի կարող իր ուզած ժամանակի վնաս տա։ Բայց Տերը զգուշացրեց, դուք տեսաք, որ մի խաբվեք, եթե խաբվեք, մոլորվեք, հետևից գնաք, այդ ժամանակ որպես անտեր վնասը կստանաք։ Բայց քանի Քրիստոս Տեր ունեք, չեք վնասվի, Աստված ձեզ պահապան։ Աղոթք անենք, վերջացնենք։ Հրեշտակ նշանակում է դեսպան, ուղարկված ծառայության համար։ Եվ այս անունը կրել են թե որոշ մարդիկ, թե Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես նաև երկնային որոշ էակներ, որոնք բաժանվում են երկու խմբի՝ բարի հրեշտակներ եւ չար հրեշտակներ, որոնք պետք է դատվեն ըստ իրենց գործերի։